Star News-ը հետևել է դերասանուհի ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանի ինստագրամյան էջին։ Նա սթորի բաժնում անկեղծ հրապարակում էր արել. «Քնից արթնանում եմ արդեն հոգնած, ինչից կլինի։ Նույնիսկ հավես չունեմ մազերս ինքնուրույն հարդարելու։ Մամաս էսօր ասում ա օդից կլինի։ Ես էլ որպես դասական ներշնչող էս թեմայով էնքան եմ խորացել, որ տեղեր կա, շունչս պահած եմ անցնում։ Ինձ էլ թազա կպչուն միտք էր պետք, մտածում եմ թոքերս ոնց եմ ախտահանելու», նշել էր Էվելինան։ Հիշեցնենք, որ վերջերս Էվելինա Ստեփանյանը եղել էր Հրաչ Մուրադյանի «Բաց թեմա» հաղորդման հյուրը։ Հասարակության մեջ տարբերվող արտաքին ունենալը միշտ էլ աննկատ չի մնում։ Վերջին շրջանում հատկապես ակտիվորեն քննարկվում է Էվելինայի արտաքին տեսքը։ Հրաչ Մուրադյանի հարցին, թե ում է նման, Էվելինան պատասխանեց. «Կդժվարանամ ասել ում եմ նման, մամայիս թե պապայիս, որովհետև երկուսին էլ ակնհայտ նմանություն չունեմ։ Մանկուց ինձ միշտ էլ ասել են՝ ինչ տարօրինակ ես, ինչ հետաքրքիր, ինչ ուրիշ ես։ Այնքան շատ էին նման խոսքերը, որ անգամ ինքս հետաքրքրվեցի, բայց ինչպես ասում են, մաքուր հայ ենք, պապական, տատական, 7 բորտով։ Եթե անկեղծ լինեմ, ինձ մոտ ակնհայտ ընդգծված հետաքրքիր արտաքին չեմ տեսնում, երևի դա ես եմ, որ չեմ նկատում։ Հասարակության վերաբերմունքը և քննադատություններն ինձ համար նոր ալիք էին, որոնք այս մի քանի ամսվա ընթացքում ինձ օգնեցին բացահայտելու և ավելի իմաստուն դառնալու»։ Էվելինան հավելեց, որ հաճախ է ինքն իր հետ երկխոսում։ «Ինքս ինձ հարցեր եմ տալիս, հետո ինքս էլ գտնում դրանց պատասխանները, ասում եմ՝ որտեղից քեզ այս արտաքինը, ով է քեզ տվել սա, չէ՞ որ մենք չենք ընտրում ինչպես ծնվենք։ Դա Բարձրյալի ձեռքի գործն է և Տերն է որոշում։ Ես նրա տվածին միշտ խոնարհ և շնորհակալ եմ վերաբերվում։ Կարող ես ընտրել ում կարծիքը լսես, ումը ոչ։ Ես ինձ շրջապատել եմ հետաքրքիր, արտիստիկ և բանիմաց մարդկանցով։ Պետք է հասկանանք, որ մեր հասարակությունը հաճախ ավելի մեծ ուշադրություն է դարձնում ձևին, քան բովանդակությանը։ Ինձ համար կարևոր չէ՝ ինչպիսի արտաքին ունեմ։ Ինչ վերաբերվում է հասարակության քննադատ վերաբերմունքին, Էվելինայի ամուսինը՝ դերասան Լևոն Մկրտչյանը, ինչպես նշեց նա, ամեն ինչին արձագանքել է այսպես. «Տոտալ անտարբերությամբ։ Ես իսկապես ապշում էի նրա հաստատակամությամբ և կայացած տղամարդ լինելու վրա»։ Էվելինան նաև նշեց. «Ինձ համար ամեն ինչ կանխատեսելի էր, ոչինչ շոկային չէր։ Այդ սթրեսային պահերը շատ կարճ տևեցին, հետո ես սկսեցի թուլանալ և նույնիսկ հաճույք ստանալ ամենից։ Խորհուրդ եմ տալիս խորանալ մարդկային բովանդակության մեջ»։ Թավարուհի և դերասանուհի Էվելինա Ստեփանյանը իր ինստագրամյան հարթակը բավականին ակտիվ է վարում։ Նա հաճախ է հրապարակումներ անում, որոնք հիմնականում իր տարբերվող արտաքինին և սուր մեկնաբանություններին են վերաբերվում։ Նրա նոր հրապարակումն էլ նույն գունապնակից է։ Այս անգամ Էվելինան անդրադարձել է շուրթերին, ցանկանալով ևս մեկ անգամ ընդգծել, որ իր շուրթերը բնական են։ Բնական մազեր, սիրուն լույս ու այո, սիրելիներ, նաև բնական շուրթեր։ Այս հարցը շատերին էր տանջում։ Ախր բնականն ու արհեստականն էնքան ակնհայտ են։ Գոնե ձեր մեկնաբանություններում մի քիչ սուր աչք ունեցեք ու պրոֆեսիոնալիզմ ցուցաբերեք, նշել էր հրապարակման էկից։ Նա հաճախ է կիսվում առօրյա պահերով, ընտանեկան լուսանկարներով և հումորային հրապարակումներով։ Այս անգամ դերասանուհին ևս ուշադրության կենտրոնում է հայտնվել իր սթորի բաժնում արված նոր հրապարակման պատճառով։ Էվելինան կիսվել էր աշխարհահռչակ դերասանուհի Զենդայայի լուսանկարով և կատակով գրել. «Լևոնի իրական սերը ինքն ա։ Դե սեր ա, ինչ խոսք։ Մի խոսքով մեր ընտանիքում առանձնահատուկ տեղ ունեք, ընկերուհի ջան»։ Հումորային գրառումը մեծ արձագանք է գտել սոցիալական հարթակում։ Նշենք, որ Էվելինան և Լևոնը հաճախ են կիսվում իրենց միասնական կադրերով, ցույց տալով իրական, անկեղծ և ջերմ ընտանիք։ Նրանց լուսանկարները հաճախ ուղեկցվում են սիրառատ կամ զվարճալի մեկնաբանություններով, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է՝ զույգը ոչ միայն սիրահարված է, այլ նաև լավ ընկերներ են։ Ամփոփելով կարելի է ասել, թեև Լևոնը և Ռոզան էկրանին դարձել են շատերի սիրելի զույգը, իրական կյանքում Լևոնը վաղուց արդեն գտել է իր իրական սիրուն, և ինչպես ասում են, կյանքը ֆիլմ չէ, բայց երբեմն ամենագեղեցիկ սցենարը հենց իրականությունն է գրում։ Իսկ ովքեր այսքան ժամանակ դեռ առիթ չեն ունեցել դիտելու զույգի հարսանյաց արարողությունից կադրեր, սիրով առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։